Ձեր էկրաններին կիրակնորյա ժամն է, ես Արտյոմ Կարապետյանն եմ, բարև ձեզ թողարկման բովանդակությունը։ Այսօր Արցախը որոշեց ապրել ազատ, սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ հանրապետություն, նոր տարեգրության ամփոփում 21 տարի առաջ և անց։ Ինստիտուցիոնալ իմաստով Արցախի հանրապետությունը 120%-ով կայացած է։ Պատերազմ տեսած արցախյան գյուղի մասին։ Չեմ ուզում նորից արյուն, խաղաղություն եմ ուզում։ Հուրաթաղ, ինչպես գյուղը կորցրեց ու գտավ խաղաղությունը, պատերազմի հետքերը հուրաթաղցիների հիշողություններում։ Ինչեր ենք թողալ գյուղում ու ես տալիս ոպատմել, չի լինի գրիչով գրետ չի լինի։ Բողոքի ալիք ընդդեմ Սաֆարովի ազատության մեղավորների, ինչը դրդեց Բուդապեշտին դեմ գնալ արդարությանը, Երևանն ակնկալում է միջազգային հանրության համարժեք արձագանքը։ Ով է դառնալու հանրապետության հրապարակի դեմքը հեռացած Լենինի փոխարեն սրբեր, արքաներ, կոթողներ, որ նախագիծն է հավակնում Երևանի գլխավոր պատվանդանին, Եռակամարի գաղտնագիրը Ազնիվ Կարապետյանի ռեպորտաժում։ Պրոբլեմներ ունենք, էլի մենք այստեղ։ Բերքի ծով այգիներում ու մթերման սպասող տոննաներով միրգ ու բանջարեղեն, ինչպես օգնել գյուղացիներին իրացնել առատ բերքն առանց մնացորդի, հանրապետության նախագահն արձագանքում է գյուղացու մտահոգություններին։ Եվ սկսենք պատմել այս բոլոր թեմաների մասին բոլոր նրբություններով։ Շաբաթվա ամենացնցող ու ամենաաբսուրդային լուրը, որը աշխարհի քաղաքակիրթ հանրության շրջանում ու տեղեկատվական տիրույթում զզվանք, զարմանք ու ընդվզում առաջացրեց ադրբեջանցի դահիճ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու եւ Բաքվում մարդասպանին ներում շնորհելու մասին էր։ Լուրը կայծակնային արձագանք ստացավ Երևանում, նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրեց ազգային անվտանգության խորհրդի նիստ մեր երկրի կոշտ դիրքորոշումը հստակ ձևակերպելու նպատակով։ Ավելի ուշ արդեն հայտարարություն տարածվեց Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես խզելու մասին։ Չուշացավ նաև միջազգային հանրության արձագանքը։ Սպիտակ տունը հայտարարեց, թե հիասթափված է Ադրբեջանի իշխանություններից եւ պարզաբանում է պահանջում Բուդապեշտից։ Բողոքի ցույցեր անցկացվեցին Երևանում, Վաշինգտոնում եւ Թբիլիսիում։ Եվ այսօր արդեն տեղեկություն ստացվեց սեպտեմբերի 8-ին Բերլինում նույնպես բողոքի ակցիա անցկացնելու մասին։ Ինչու Հունգարիայում նման անհեթեթ մարդու իրավունքները ոտնահարող ու հակաեվրոպական վճիռ կայացվեց։ Այս երկու օրվա ընթացքում ոչ Բուդապեշտից, ոչ էլ Բաքվից որևէ ադեկվատ ու միջազգային իրավունքի նորմերին մոտ պատճառաբանություն չհնչեց։ Գուցե բանական ու հիմնավորված պատասխան ակնկալել պետք չէ։ Վարկածներ կան, որ սա ընդամենը երկու երկրի միջև պրիմիտիվ ու ճղճիմ գործարքի հետևանք էր։ Կշարունակի Արկադի Գրիգորյանը։ Բուդապեշտն այսօր աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկն է։ Հունգարացիներն անկախ պետականություն ունեն։ Կարող էր եւ այդպես չլինել, եթե 1686 թվականին գլխավորապես հայերի շնորհիվ հունգարական Բուդա մայրաքաղաքն ազատագրվում է թուրքերից։ Հունգարիայի ազատագրության համար մարտնչող հայերը չէին էլ կարող երևակայել, որ 21-րդ դարում Եվրամիության անդամ Հունգարիան հային գազանաբար սպանողին ազատ կարձակի։ Օգոստոսի 31-ին պաշտոնական Բուդապեշտը հենց այդպես էլ վարվեց, առայժմ միայն իրեն հայտնի պատճառներով։ Իլհամ Ալիևն անմիջապես ներում է շնորհում մարդասպանին։ Պաշտոնական Երևանի արդարացված կոշտ արձագանքը չի ուշանում։ Մենք չենք կարող դա հանդուրժել, անվտանգության խորհրդի նիստում հայտարարում է նախագահ Սերժ Սարգսյանը։ Պետության ղեկավարը հստակ մատնանշում է Հայաստանի քայլերը։ Առաջինը, որ միանշանակ եւ արդեն արված է Պաշտպանության նախարարի կողմից եւ գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը, դա անհրաժեշտ պայման է։ Երկրորդ, Գորեգուրգենչ խորհրդակցությունից հետո անմիջապես կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն եմ ձեզ տալու։ Երրորդ, ուզում եմ որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների շարունակելու հարցը։ Չորրորդ, կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի։ Հունգարիայի իշխանությունները կոպիտ սխալ են կատարել ու գործարքի մեջ մտել Ադրբեջանի հետ։ Մենք պետք է համապատասխան արձագանք ապահովենք, հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Համապատասխան արձագանքը հնչեց նույն օրը մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ խորհրդակցության ժամանակ։ Ես դա հանդուրժել չեմ կարող։ Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող։ Եվ հայ ժողովուրդը դա չի ներելու։ Ես պաշտոնապես հայտարարում եմ,
որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը։ Հունգարա-ադրբեջանական համատեղ օպերացիան ուղերձ է մարդասպաններին այն մասին, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա սպանությունը կարող է անպատիժ մնալ։ Այս տեսակետը գերիշխողներ Երևանում ու աշխարհի տարբեր քաղաքներում բողոքի գործողությունների ժամանակ։ Երևան, Հունգարիայի հյուպատոսություն։ Երևան, Հանրապետության հրապարակ։ Վաշինգտոն, Հունգարիայի դեսպանատուն։ Specifically, in the future, foreign citizens might be concerned visiting Hungary. Թբիլիսի, Հունգարիայի դեսպանատուն։ Սաֆարովին արտահանձնելու որոշումը լուրջ արձագանք է գտնում նաև համացանցում։ Հայաստանում գտնվող հունգարացի գիտնականը ներողություն է խնդրում հայերից։ Այս արարքը Հունգարիայի իշխանությունների ես համարում եմ Հունգարիայի դիվանագիտության պատմության ամենամեծ սխալը։ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ ներում շնորհելու առնչությամբ մտահոգություն է հայտնում Միացյալ Նահանգների նախագահը։ Նախագահ Օբամային խորապես մտահոգել է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը։ Մենք մեր հիասթափությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ։ Այդ արարքը հակասում է տարածաշրջանային լարվածությունը մեղմելու եւ հաշտեցման գործընթացին նպաստելու ջանքերին, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Օբամային միանում են ամերիկացի մի շարք կոնգրեսականներ։ Հունգարիան եւ Ադրբեջանը պետք է պատասխան տան միջազգային հանրությանը իրավունքի նորմերի սոսկալի խախտումների համար, հայտարարում է Ադամ Շիֆը։ Հովարդ Բերմանն իր հերթին ասում է. Հունգարիայի կառավարությունը պարտավոր է բացատրություն տալ Մարգարյանի ընտանիքին, հայ ժողովրդին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին իր անհասկանալի քայլի համար։ Ես կանգնած եմ մեր բարեկամ եւ դաշնակից Հայաստանի կողքին եւ աջակցում եմ խաղաղության եւ անվտանգության հասնելու նրա ջանքերին։ Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում արդարադատության ձեռքը հանձնել հանցագործին, հայտարարում է Բրետ Շերմանը։ Ֆրենկ Փալոնեն իր հերթին Սաֆարովին ներում շնորհելու որոշումը աղաղակող փաստ է որակում, նշելով. այդ քայլը հաստատում է հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ բռնությունը շարունակելու Բաքվի ցանկությունը։ Twitter-ի իր էջում Շվեդիայի արտգործնախարարը գրում է. Ադրբեջանը տարօրինակ որոշում է ընդունել ներում շնորհելով մեկին, որը Հունգարիայում հայ է սպանել։ Իրավական նորմերը պետք է պահպանվեն։ Հունգարական ընդդիմությունը դատապարտում է իշխանությունների քայլը, պահանջում արդարադատության նախարարի հրաժարականը։ Ինչը դրդեց Հունգարիային գնալ նման քայլի։ Տարբերակներ շատ կարելի է թվել։ Բուդապեշտում շատ են սիրում Ալիևին, այլևս գումար չունեին Սաֆարովին կերակրելու համար։ Ադրբեջանը խոստացել է 3 միլիարդ եվրոյի ներդրում անել Հունգարիայում։ Երրորդ տարբերակն ամենահավանականն է, քանի դեռ Բուդապեշտը պաշտոնական հայտարարություն չի արել։ Օգոստոսի 31-ին հերթական անգամ ապացուցվեց, որ Եվրամիության անդամ դառնալը դեռևս չի նշանակում եվրոպական արժեքների կրող ու եվրոպացի, բարի մարդկային, իրավական ու կենցաղային առումով։ Արկադի Գրիգորյան, ժամլրատվական։ Անկախ հասունության տարեթիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 21 տարեկան է, սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։ Պատերազմ, փխրուն խաղաղություն, հայրենիքը փշուր վերականգնելու փորձ եւ 21 տարի անց արդեն լուրջ փորձություններ անցած պետություն, որն ունի այդպիսին կոչվելու ամուր ներուժ։ Լեռնային Ղարաբաղն այսօր լիարժեք ապրում է, անկախության մի ամբողջ սերունդ է մեծացել այս ընթացքում, որն իրեն համարում է իր երկրի ազատ քաղաքացի եւ գիտակցում այդ կարգավիճակի արժեքը։ 21-ամյա Արցախի անկախ տարեգրությունը Աննա Բալյանի տեսանյութում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգն է։ Արցախի զինանշանին Արտաշիսյան հարստության թագն է ու Քիրս լեռան ֆոնի վրա մենք ենք մեր սարերը քանդակի պատկերը։ Դրոշը սանդղակաձև գորգանախշերով այս եռագույնն է։ Արդեն 21 տարի Լեռնային Ղարաբաղը ճանաչում են ոչ միայն պետական խորհրդանիշներով։ Ինստիտուցիոնալ իմաստով Արցախի Հանրապետությունը 100 եւ 20%-ով կայացած է։ Նա լիարժեք ապրում է եւ նա ցույց է տալիս մի օրինակ նաեւ, որ տարածքի քչությունը իրենց համար եւ ազգաբնակչության համապատասխան ոչ շատ քանակությունը բոլոր դեպքերում կրիտիկական զանգված չի առաջացնում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ու հայաբնակ Շահումյանի շրջանի ժողովրդական падգամավորները։ Դրանից 3 օր առաջ ԽՍՀՄ-ից անկախացել էր Ադրբեջանը։ 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքը թույլ էր տալիս ինքնավար մարզին չհետևել դուրս եկող հանրապետության Ադրբեջանի օրինակին
ու մնալ խորհրդային միության կազմում։ Դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը հաստատեց ցանկանում է ապրել ինքնուրույն, անկախ։ Թե անկախության, թե սահմանադրական հանրաքվեներն անցան միջազգային դիտորդների ուշադրության ներքո։ 100-ից ավելի դիտորդները ընտրատեղամասերում ոչ մի էական խախտում չգրանցեցին։ Միայն որպես հանձնարարական նշեցին միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացներին, ներառյալ ընտրությունների անցկացմանը աջակցելու անհրաժեշտությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվեց միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Դրանից հետո էլ թե համապետական ընտրությունները, թե քաղաքացիական նախաձեռնությունները ամեն անգամ նախորդից մեկ քայլ առաջ են։ Միջազգային այդ ճանաչման վրա մենք շատ ենք բևեռվում։ Մենք 1876 թվականից աչքներս Եվրոպային հառած անընդհատ ինչ-որ բան ենք սպասում։ Ես կարծում եմ, այս գործը պետության կայացումը պիտի գնա, գործն հետ արվի, ժամանակին դա կգա։ Թեև բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի ներկայացուցիչը պաշտոնապես նստած չէ, բոլորն են հասկանում, առանց Արցախի ժողովրդի կամքի հակամարտության որևէ լուծում լինել չի կարող։ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանից սկսած մեր քաղաքական էլիտայի մեջ շուտ համաձայնվելու, կոմպրոմիսի կամ փոխզիջման գնալու տրամադրությունը դրվեց ուղեղների մեջ։ Մի մասին մեջ դա գիտակցված է, մի մասը իռացիոնալ խոսում է։ Արցախի քաղաքացին եվրոպացի է, եւ եվրոպական համայնքը պետք է հավասարի պես շփվի նրա հետ։ Սա արդեն Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկն է եվրոպական կառույցներին։ Արցախի ազգաբնակչությունն ապացուցեց, որ ինքը եվրոպական ցանկացած ստանդարտով կարող է ապրել եւ աշխատել եւ քաղաքացիական հասարակություն ձևավորել։ Տեսեք, մինչեւ 15 թիվ գոնե մեր եկեղեցու կառույցը, աշխատանքը, ոճը, կաթողիկոսի ընտրություն եւ այլն, եվրոպական դեմոկրատական ընտրությունները դրան հələ պետք է 100 տարի հետո հասնեն։ Այսինքն ավանդույթը մեր մեջ կա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին արդեն 21 տարի հոգեբանորեն անկախ երկրի սերունդ է։ Նրան չի հուզում դե յուրե ինչ է գրվում այս կամ այն փաստաթղթում։ Դե ֆակտո ինքը ինքնուրույն է ապրում եւ որևէ երկրի գերիշխանության կարիք չունի։ Աննա Բալյան, Տիգրան Սիրունյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։ Անկախացումից 21 տարի անց էլ արցախցիները հիշում են հայկական երկրորդ պետության ազատագրման տարիները եւ նորից ցավ ապրում, որ իրենց հողում մեծ կորուստների գնով են ապրում։ Մեր թղթակից Սպարտակ Գրիշյանը եղել է ներքին հուրաթաղում, տեսել պատերազմից մնացած ավերակներն ու խոսել բերքահավաքին պատրաստվող գյուղացիների հետ։ Այստեղ մարդիկ ապրում են հողին կարճած եւ հավատում, որ աշխարհում արմատներին մոտ ապրելուց լավ տեղ չկա։ Իսկ լավատեսություն գործում են իրենց երկրի թեկուս ամենաչնչին հաջողությունից։ Միտքը կշարունակի Սպարտակ Գրիշյանը։ Գյուղացիները չեն հիշում, երբ վանից եւ ինչու է իրենց գյուղը հուրաթաղ կոչվում։ Երկու վարկած կա՝ Ուռենիների թաղամաս եւ Հեռու թաղամաս։ Իսկ ծերերը հուրաթաղին պինդ ձոր են ասում։ Թշնամու ոտքն այստեղ չի մտել։ Դա պատերազմից առաջ։ Նինան ու Ռաֆիկը 8 երեխա ունեն, թորների հաշիվը կորցրել են, բայց երկուսով են ապրում։ Երկհարկանի տան սենյակները գրեթե միշտ դատարկ են։ Ես կռիվնեմ սկսվալա, գրադը թխալա, սաղ վերջը, հա, յոգը շատ ծանր օրերատ է, հա, թորքերը մտալն թալանալ մեր կմակեն, հինչեր ենք լալ բիրած, հինչեր ասեմ կարում չում պատմեմ, հինչեր ենք թողալ յողումը ես լեզվո պատմել, չլինի գրիչով գրել չլինի։ Ես քանը ես բարի ինչերի ումա եկալանք նոր եմարասմական անչխոտ են կրական ես, թա հունցունք լիսում զարմանում վեր հունցունք ուրալ ես քանը։ 92-ի հուլիսի 4-ին ամուսին ու կին լքել են հարազատ շենը, ոչ միայն նրանք, գյուղի ծերերը, կանայք ու երեխաները 2 տարի ապրել են Ստեփանակերտում, գնում էին գյուղից հետ դարձը մտքում։ Ով մնացալա տարալուն մորթալ, ստեղ մին հարևան ասրան ժենյակա նրա ամուսնուն Ստյոպան, սպանալուն, մին հատ սեստրա զարվար թալալ, նրան սպանալուն, են որ գյուղը մնացալա սպանալուն թորքեր։ Արյունոտ օրերի հուշերը շատ են, ձեր տատը պատմում է, որ գաղթի ճամփան մինչև հիմա երազ է գալիս, մղձավանջի դեմ լավ հուշերն են օգնում։ Այ ֆիդայի հայոց քաջեր, ձեր նվիրված հոգուն մերն եմ, որ մոռացած սերը խնդում, հրացան է կամուր գրկում, գրվյաս հեշտարիներին, եղբորս պատանդ վերցրին, փոխարենը հերոս հայերը, թուրքերից էլ պատանդ վերցրին,
Եվ մի տխուր առավոտ սոված փորով սպասեցինք ջանյա թաղի վերին ծայրին մինչև մութը սպասեցինք մեր շրջանի բոլոր հայերը հավաքվեցին մեկ մարդու պես մեր մեծ ամբոխի պահանջարկով եղբորիս եւ բայեսին տուն բերեցինք չեմ ուզում նորից արյուն խաղաղություն եմ ուզում Գյուղը թշնամուն հանդուրժեց 2 տարի 92-ի գաղթականները 94-ի հուլիսին տուն վերադարձան ոչ բոլորը Այ ֆիդայի հայոց քաջեր ձեր նվիրված հոգուն մերն եմ որ մոռացած սերը խնդում հրացան է կամուր գրկում Քնարտատը ոչ թե 8, այլ 10 երեխա ուներ անունները թվելիս 10-րդին աչքերը լցվում են Խնդրում է Հենրիկի նկարը, որդին 30 տարեկան էր, Լենինգրադից եկավ ու զենք վերցրեց, հանուն ազատ Արցախի։ Լենինգրադա երկասալ եկու, բալա եկասին չենց խոխենքի ճոխ-ճոխ թողալ, խարմը ջահիլ, թա վիչլևան եկա մամա բախմը, արխայիք, վրդեր լավ վրինքին գավ գերու ճենք, յաղու ճենքին գավ։ Մայրական սիրտը զգում է, որդին որտեղ է լինի ողջ է, 20 տարի, ամեն օր սպասում են 10-րդ զավակի, Հենրիկի վերադարձին։ Այ ֆիդայի հայոց քաջեր, ձեր նվիրված հոգուն մերն եմ, որ մոռացած սերը խնդում, հրացան է կամուր գրկում։ Ռաֆիկ Պետրոսյանը գյուղի առաջին կամավորներից էր, 23 տարեկանում 11 ընկերների հետ գյուղի պաշտպանը դարձավ, լույսով զենք էին հայթայթում, գիշերը գյուղի հանգիստը հսկում։ Ինձ ունեի Մուսենի զենք, Նիկոլայսկի իմպերատիվ զավոդ, որեն գրած պապական զենք է եղել, թաքցրած բոշուպայելի զենք է եղել։ Էդի երևի 800 թվականի զենք, 1890 թվականի զենք է եղել։ Ուշում այդ զենքի վրա շատերը հույս վերցրին։ Հարևանների քանդած տները այսօր անբնակ են, ոմանք վախեցան ու փախան, հետ եկողներն էլ շեմից քայլ չեն անում, ուրիշ հող ու ջուր չեն ուզում, իրենց տունն են շենացնում ու հայրենիքից դուրս շեն տեղեր չեն փնտրում։ Ասում են պատերազմը մենք չէինք սկսել, մենք ավարտեցինք, ադրբեջանցին հային ստիպեց զենք վերցնել եւ զղջաց։ Հիմա խաղաղ է, միայն ճանապարհի նշանն է հիշեցնում, որ թշնամին հեռու չէ։ Սպարտակ Գրիշյան, ժամը լրատվական։ Ֆրանսիայում հայոց ցեղասպանության իրազեկումը սկսվելու է դպրոցից։ Անցյալ դարաշրջանի ողբերգական իրադարձություններին այս երկրի միջնակարգ ուսումնական հաստատություններում տրամադրվելու է 1 ամբողջական դասաժամ եւ 4 էջ, այնքանով բավարար, որ թուրքերի զանգվածային բնաջնջումների մասին պատկերացումներն ամբողջական լինեն։ Պատմության դասագրքում նույնիսկ զետեղվելու են հայ աքսորիալների վկայությունները։ Նախաձեռնության հեղինակներից մեկը Armenia TV-ի եվրոպական գրասենյակի ղեկավարին բացատրել է, թե ինչու են իրենք 1915-ն ընդգծել իրենց դպրոցական ծրագրում։ Էլեն Պապադոպուլիոսը վստահ է, որ երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել հանդուրժողականություն, հարգանք ուրիշ ազգերի նկատմամբ, եւ որ հայերի բնաջնջումն ու արտաքսումը պետք է հայտնի լինին նաեւ մեր սերունդներին։ Վարդան Ավակյանի ռեպորտաժը Ֆրանսիայից։ Ֆրանսիացի երեխաների պատմության դասագրքերում նոր վերնագիր է ավելացել հայոց ցեղասպանություն։ Դասը 4 էջ է, ուսումնասիրելու են 1 դասաժամ։ Թուրքիայի ցեղասպան անցյալին ֆրանսիացի երեխաները դպրոցական նստարանից կծանոթանան։ Դասի առաջին մասը գերմանացի է մշակել, երկրորդը հայ աքսորիալների վկայություններն են, երրորդում արևմտյան Հայաստանն է, բնաջնջումների քարտեզով, 4-րդ հատվածը հարց ու պատասխան է։ Վիկտոր Դյուրուի հանրահայտ լիցեյում Armenia TV-ի եվրոպական գրասենյակի ղեկավար Արման Ավակյանն է հարցեր տալիս, պատասխանում է Ֆրանսիայի պատմության եւ աշխարհագրության ուսուցիչների ասոցիացիայի փոխնախագահ Էլեն Պապադոպոլիուսը։ Ազգության ֆրանսիացին դժգոհ է, դպրոցներում մինչ այս 1915 գրեթե անծանոթ տարեթիվ էր։ Այն շատ մակերեսային է դասավանդվել, հապճեպ։ Այս տարվանից մենք կունենանք 1 հատուկ ժամ, որի ընթացքում աշակերտները մանրամասնորեն կուսումնասիրեն ցեղասպանության եղելությունը։ Պապադոպոլիուսի ղեկավարած ասոցիացիան պայքարում է ֆրանսիական դասագրքերում պատմական եւ աշխարհագրական փաստերի աղավաղման դեմ։ Սա միայն հայերի պահանջը չէ, այլև ժողովրդավարության, որի հայրենիքը Ֆրանսիան շահագրգռված է, որ դասավանդվի ստույգ պատմություն։
Ֆրանսիացիների համար սա շատ ցայտուն օրինակ է պատկերացնելու առաջին աշխարհամարտի վայրագությունները։ Ես ունեի ֆրանսիահայ աշակերտ, որի գաղթական պապերն ապաստանել էին Ֆրանսիայում։ Նրա եւ բախտակից աշակերտների համար առավել եւս կարեւոր է իմանալ իրական պատմությունը։ Իսկ ծագումով թուրք աշակերտներին անհասկանալի չէ, քանի որ նրանց միշտ ասել են, որ եղել են միայն երկկողմ սպանություններ։ Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել հանդուրժողականություն, հարգանք ուրիշ ազգերի նկատմամբ։ Ակնհայտ է, որ հայերի բնաջնջումն ու արտաքսումը պետք է հայտնի լինի նաեւ մեր սերունդներին։ Այն, որ ցեղասպանության ժխտման քրեականացումը հակասահմանադրական ճանաչվեց, ողջ Ֆրանսիայի կարծիքը չէ։ Փաստաբան եւ գիտնական ֆրանսիացին ժխտումն անընդունելի է համարում։ Ցեղասպանության փաստն ակնհայտ եւ անհերքելի է եւ այն չպետք է վիճարկվի։ Երևի թե ուտոպիա թվա, բայց պետք է երկխոսության հնարավորություն ստեղծվի, որպեսզի թուրքերն ընդունեն նախնիների ոճրագործությունը։ Ավարտական դասարանցիների ուսումնական ծրագրի փոփոխությունները դեռ 2008-ին էին հաստատվել։ Ցեղասպանության թեմայի էջերը մինչ այս տարի մշակվում էին։ Ֆրանսիայում նոր ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 4-ին է։ Այդ օրվանից ցեղասպանությունը հիշելն ու դասավանդելը պարտադիր դաս է լինելու։ Անցնող շաբաթվա գյուղատնտեսական թեման մթերումն էր, ավելի ճիշտ գյուղացի մթերող ձեռնարկություններ հակասությունը։ Գյուղացին դժգոհում է առատ բերքից, ինչու, որովհետև նախ էժանանում է, հետևաբար այն իրացման խնդիր է առաջացնում։ Ձեռնարկություններն էլ պնդում են, թե պայմանագրով մթերման պարտավորությունները պատշաճ կատարում են, բայց սա ընդամենը արտաքին փայլ է։ Երկրի ղեկավարը 3 Արմավիրի մարզայցի ժամանակ խորհրդակցություն անցկացրեց մթերող ձեռնարկությունների ղեկավարների հետ, հստակ ձևակերպելով, թե ինչ է պետությունը կոնկրետ պահանջում եւ ակնկալում իրենցից։ Բերքը պետք է ամբողջովին դաշտերից եւ այգիներից հասնի վերամշակող ձեռնարկություններ, դառնա ապրանք եւ իրացվի։ Արկադի Գրիգորյանն է լսել նախագահի մյուս հանձնարարականները։ Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերն աճ ապահովեցին։ Գյուղատնտեսության աճը գերազանցեց 10%-ը։ Գյուղացիական էժան վարկեր, սուբսիդավորում, պարարտանյութ, վառելիք, տոհմային երինջներ։ Կառավարության այս քայլերի արդյունքում գյուղացիներն ավելացին ցանքատարածությունները, այգիները չկտրվեցին, բերքն աննախադեպ առատ է։ Գյուղմթերքը շուկայում բնականաբար էժանացավ։ Քաղաքի բնակիչները գոհ են, սակայն գյուղացու համար նոր խնդիրներ առաջացան։ Եթե անցյալ տարի գլխավորը բերքի սակավությունն էր, ապա այս տարի մթերումը։ Թեև մթերող ձեռնարկությունները պարբերաբար հայտարարում են, որ խնդիրներ չեն առաջանա, իրենք պայմանագրեր ունեն գյուղացիների հետ, պարտքեր չեն կուտակի, պարզվում է իրականությունն այլ է։ Պետության ղեկավարը մթերող ձեռնարկությունների ղեկավարներին ասաց, թե ինչ է ակնկալում եւ պահանջում պետությունը։ Բոլորով միասին մենք պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի աճեցված բերքը ամբողջովին դաշտերից եւ այգիներից հասնեն վերամշակման ձեռնարկություններ ու այնուհետև որպեսզի դրանք դառնան ապրանք եւ իրացվեն։ Օրենսդրական դաշտը կա, վարկավորելու պատրաստ բանկերը նույնպես։ Գյուղացիները վարկեր են վերցնում բերքն աճեցնելու համար, մինչդեռ բերքից ապրանք ստացող որոշ գործարարներ չեն ուզում վարկ վերցնել, հետո ասում են գումար չունենք, որ գյուղացուց բերք մթերենք։ Կիսատ աշխատող ձեռնարկությունը Հայաստանի համար ավելորդ ճոխություն է։ Մենք արդեն սկսելու ենք օրենքներով աշխատել, նաեւ այդ խնդրի դեմ։ Օրենք ենք անելու։ Ով իր կարողությունների 50%-ից ցածրով աշխատեց, հարկերը ավելացնելու ենք, որպեսզի ստիպված լինենք գնանք այդ գործարարները վաճառենք։ Եթե դու քո զորությունը 50,000 տոննա է, մենք բոլորս գիտենք գյուղացին աճեցնում է այդ բերքը, դու պարտավոր ես այդ 50,000 օգտագործել։ Բայց հետո ո՞նց անի, այդ գյուղացին ինչ անի։ Եթե օգնության խնդիր կա, մենք կօգնենք, որպեսզի շրջանառու միջոցներն ավելանան։ Բայց արդեն պետք է սկսենք արագ տեմպով մթերել։ Ընդ որում գյուղացիներին փող անմիջապես պետքա տալ։ Մթերման հետ կապված մյուս ցավոտ հարցը։ Գյուղացին հանձնում է բերքը, սակայն ամիսներով կարող է գումար չստանալ։ Արմավիրյան խորհրդակցության այս դրվագից հետո վերամշակողները պետք է որ հետևություններ անեն։ Բորոդինոն ստեղ չէ։ Այստեղ։ Ուրա։ Ինչու՞ չեք աշխատում։ Պարոն նախագահ, պոմիդորի մթերումը սկսել ենք արդեն 1300 տոննա մթերել ենք։ Բացի պոմիդորից մնացած բանջարեղենը եւ պտուղը եւս 100 տոննայից ավել արել ենք կոնսերվացիայի համար եւ այդքան էլ նույնիսկ ավել հնարավոր է մենք կմթերենք, կանենք պոմիդորի գծով, խնդիր չկա, տանենք։ Դեղցի համար դուք միակ ձեռնարկությունն եք, որ տևական ժամանակ գյուղացիներին պարտք եք մնում։ Միակ ձեռնարկությունը դուք եք։ Առատ բերք արտահայտությունը որոշ վերամշակողների մոտ նույնացվում է մթերման կամայական միայն իրենց ձեռնտու գին սահմանելու հետ։
Օրինակ այս տարի նման զարգացում հնարավոր էր խաղողի դեպքում։ Այս տարի պահանջարկը գինեգործների կազմա 161-ից 166,000 տոննա, այսինքն պահանջարկը ավելի շատ է, քան առաջարկը։ Բոլոր կազմակերպությունները պատրաստ են ընդունելու, մենք արդեն խորհրդակցություն անցկացրել ենք, գնի հարցում որոշակի տարաձայնություններ կա։ Որևէ տարաձայնություն չկա, այս այնտեղն է, որտեղ հստակ ասում եմ, խաղողը 140-ից պակաս որևէ մեկը չմթերի։ Ասեն հայտարարվեց 140-ից մի դրամ պակաս։ Իհարկե խոսքը որակովի մասին է։ Գյուղատնտեսական աճի ազդեցությունը քաղաքում արդեն զգացել են։ Գյուղացիները ամենայն հավանականությամբ աշնանը կզգան։ Համենայն դեպս պետության դիրքորոշումը հստակ է։ Գնդակը վերամշակողների դաշտում է։ Նախագահը նրանց հետ հանդիպելու են նաև մի քանի ամսից, մթերման սեզոնի ավարտին։ Արկադի Գրիգորյան, ժամլրատվական։ Ով է դառնալու հանրապետության հրապարակի դեմքը կամ ինչը կարող է դառնալ դրա գլխավոր բրենդը։ Այս շաբաթ նկարիչ դիզայներ Էդուարդ Վանեսկեխյանը Երևանի գլխավոր հրապարակում եռանկար շինություն կառուցելու գաղափարի մասին նամակ առաջարկ է ուղարկել երկրի ղեկավարին։ Ըստ նրա նախագծի կամարի կենտրոնում պետք է լինի աշխարհի ամենամեծ գերբը, որը կարող է հավակնել գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում, իսկ կամարի վերևում լինելու է եռագույնը։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կայքերից մեկինի պատասխան ասել էր, որ այս գաղափարին լուրջ չի վերաբերվում եւ դա ընդամենն առաջարկ է, որը կարող են նույնիսկ չքննարկել։ Վանեսկեխյանի գաղափարը բուռն արձագանք ստացավ նաեւ Facebook սոցիալական ցանցում։ Օրինակ, Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր էջում առաջարկել էր ճարտարապետական մտքի գոհարները փորձարկելու այլ վայրեր գտնել։ Եվ ահա մեր թղթակից Ազնիվ Կարապետյանն անձամբ հանդիպել է նախագծի հեղինակի հետ։ Էդուարդը նկարիչ դիզայներ է, սովորել է նախ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև Կոնգորդիայի Գեղարվեստի համալսարանում։ Հանրապետության հրապարակում Լենինի արձանի թափուր տեղում եռակամար կառուցելու միտք ուներ դեռ 11 տարի առաջ, սակայն 1 տարի է, ինչ թղթին է հանձնել եռակամարի վերջնական տարբերակը եւ որպես նամակ առաջարկ ուղարկել երկրի ղեկավարին։ Սա մեր առաջարկն է, որ մեր կարծիքով համահունչ է համանանական ճարտարապետությանը։ Կամարներից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուս երկուսը Արցախն ու Սփյուռքը։ Կենտրոնում նախատեսում է հսկա գերբ, որն իր մեծությամբ գուցե Գինեսի ռեկորդների գրքում գրանցվի։ Եռակամարի վերևում կծածանվի եռագույնը։ Պրոբլեմներ ունենք, էլի մենք այստեղ, քանի որ շենքերը ետևի բարձրացել են հրապարակից բարձր։ Ուզում ենք այդ ամեն ինչը փակենք։ Սա շինության միայն երևացող մասն է։ Նախատեսվում է նաև ստորգետնյա երկհարկանի կառույց, որտեղ տեղադրված սերվերները ինֆորմացիա կպարունակեն հայերի գենոֆոնդի վերաբերյալ։ Կամարների գաղափարը նոր չէ, ասում է ճարտարապետների միության նախագահը։ Նմանատիպ առաջարկներ էլի են եղել։ Որևիցե նոր բան չկա, այս հաղթակամարները մեկ կամարով կամ եռակամարով գալիս է դեռ հռոմեական ժամանակաշրջաններից, նույնիսկ դրանից վաղ եւ այդ ընդունված է կլասիկ խորհրդանիշ է, բայց համենայն դեպս նա ոնց որ թե պահել է այդ ընդհանուր ճարտարապետությունը հրապարակի։ Հրապարակում արձան կամ որևէ խորհրդանիշ տեղադրելու համար 4 անգամ մրցույթ է անցկացվել, սակայն ոչ մի արդյունք։ Առաջին 2 մրցույթներին առաջարկված նախագծերի թեմատիկան հիմնականում հոգևոր էր, աստվածաշնչյան կերպարներ, խաչքարեր։ Կեսից ավելը պատկերացնում էր, որ այնտեղ կարելի է տեղադրել Նոյան տապանը, կարելի է դնել Քրիստոսի արձանը, կարելի է դնել սրբերի արձանը, ինչ որ այդ կարգի բաներ էին։ Հաջորդ մրցույթների թեմատիկան արդեն աշխարհիկ էր, առաջարկել են հաղթակամարներ, արքաների արձաններ, քարակերտ տառեր։ Առաջարկներ կային մեր թագավորների, տենց քանդակախումբ լինի, Տիգրան Մեծինը առանձին վերցրած։ Թե հեռացած Լենինի փոխարեն ով կկանգնի կամ ինչ կկառուցվի, երևանցիների կարծիքները տարբեր են։ Ոմանք կողմ են արձանի, մյուսները շինության, մի մասն էլ ոչնչի։ Ասում են ազատ ավելի գեղեցիկ է։ Ավելի լավ այնտեղ թող կանաչ տարածքել մնա։ Հերոսի ինչ որ արձան լինի ավելի լավ։ Չգիտեմ, մեր Երևանին ավելի սազական, ավելի հարիր ինչ որ մի բան կարելի էր անել։ Սովոր էինք, չէ՞ մենք այդ արձանին, այսինքն իմ Բակալինյան ձերը չի։ Իհարկե կուզենայի մեր մեծերից մեկի։ Եթե մի հատ հերոսի արձան դնեին, շատ գեղեցիկ կզգա։ Արձան չգիտեմ, բայց շինություն երևի սիրուն կլինի։ Իհարկե շինություն լինի ավելի գեղեցիկ է։ Հրապարակը միշտ ինչ որ մի բան ոնց որ պակասություն ունի, այս շինության պակասն է։ Շինություն իհարկե ոչ։ Արձանը եթե գեղեցիկ լինի, կարելի է, ինչի ոչ։ Թամանյանի տեսած Երևանում գլխավոր հատակագծի նախնական տարբերակում այս հատվածում ոչինչ նախատեսված չէր։ Հրապարակների շղթա է կարդացվել դա,
այսինքն հանրապետական հրապարակը, հետո գալիս է Շահումյան հրապարակը, հետո գալիս է Միասնիկյան հրապարակը, վերևում Սախարովի հրապարակն, այսինքն այդ թափանցիկությամբ կառուցված կլիներ։ Հանրապետության հրապարակում անձնավորված անձին Մկրտիչ Մինասյանը դեմ է։ Կարծում է, այստեղ այնպիսի մի կոթող կամ շինություն պետք է լինի, որ հրապարակի թամանյանական ոճը չաղավաղվի։ Շտապել պետք չի, որովհետև տեղը չափազանց կարևոր է, սխալվել չի կարելի։ Ազնիվ Կարապետյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։ Եվ մինչև վերջին տեսանյութը ևս մեկ լուր կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերտնիստում մերժել է Վանաձոր համայնքի ղեկավարի տեխնացու Տարոն Ապրեսյանի դիմումը։ Տեխնացուն առաջարկում էր վերանայել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, քանի որ նա մեկ այլ տեխնացուի բարեկամն է և ընտրություններին կարող է կողմնապահություն անել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ հանձնաժողովի նախագահի և անդամների լիազորությունները դադարեցվում են անգործության կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում, քանի որ նման բան չի արձանագրվել, որևէ հիմք չկա լիազորությունները դադարեցնելու համար։ Մեկ այլ որոշմամբ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 5 համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները։ Ինչպես պայքարել աղմկոտ հարևանի դեմ, նույն զենքով, թե իրավական լծակներով։ Մեր երկրում օրենքը խաղաղ ապրելակերպի օգտին է։ Մեկ անգամ զգուշացնում են, հետո տուգանում։ Օֆելիա Կամավոսյանը փորձել է հասկանալ, ովքեր են խախտում Երևանի անդորը, ինչպես են դրա դեմ պայքարում Վարդագույն քաղաքում առանց Վարդագույն ակնոցի։ Ինչ անել, եթե հարևանն անսովոր աղմկոտ է, երգել պարելու ցանկությունն էլ գալիս է հենց կեսգիշերից հետո։ Առաջին արձագանքն իհարկե մարդավարի զգուշացնելն է, բայց չի բացառվում, որ դրանից հետո էլ ոչինչ չփոխվի։ Այ խնդրում եմ վերևի հարևանի անունը մի տվեք։ Երեկոյան ջահել երիտասարդներ են, բարձր միացնում են, ասենք, այդ երաշտական գործիքները։ Աշխատում եմ շատ ժամանակ լռել, բայց հետո որ տեսնում եմ արդեն չեմ դիմանում, ահա զանգում եմ։ Ոչ մի բան չեմ կարող անեմ, գլուխս բռնում է, ավելի շատ, ասենք, ուշ են քնում, գոռում են, ղժում են, մի քիչ չարաճճեն։ Հարևաններից, հատկապես վերևի, դժգոհությունները նոր երևույթ չեն, պայքարի ձևերն են ժամանակի ընթացքում փոխվում։ Այս կինն օրինակ դեռ հավատում է Խրուշովյան դրուժիննիկներին։ Կանչեն 0-0 ինչ։ Դրուժիննիկի կակ Պարվյանսկի։ Հարևանից բողոքելը լավ բան չէ, բայց եթե գիշերային խրախճանքը դառնում է ավանդույթ, կարելի է դիմել համայնքային ոստիկանի նախկին թաղայինի օգնությանը։ Արաբկիր վարչական շրջանի այս քարտեզի վրա տարբեր գույնի կոճակներով նշված են տարածքները, որտեղ կողոպուտ, սպանություն ու գողություն է կատարվել։ Բացի այս լուրջ դեպքերից, բողոքի դեպքում ամեն տեսուչ լծվում է մոտ 5000 բնակչի համակեցության գործին։ Գուլակյան փողոցի 16 շենքի բնակիչները հազանգում հայտնում էր, որ իր վերին հարկի բնակիչը խովակի վտարի պատճառով ամեն անգամ խոնավեցնում է իր վերանորոգված տանպատերը։ Արաբկիրի համայնքային ոստիկանների պետը հիշում է, սկզբում երբ հենակետերը նոր էին բացվել, 150,000 արաբկիրցիներից քչերն էին բողոքում հարևանից։ Հիմա բողոքները շատացել են։ Տեղում ոստիկանը փորձում է ճշտել, թե որքանով է իրական ահազանգը։ Վերելուծում իրականությունը, գնահատումներ ուսումնասիրում է եւ համապատասխան գերատեսչությունների օգնությամբ բնակչին ուղղություն է ցույց տալ, որ դիմի համապատասխան տեղ, համապատասխան աշխատակիցներ, որպեսզի գան վնասների վերաբերյալ կազմեն արձանագրություններ։ Եթե հարևանից ոստիկանին բողոքելը մեզ համար նորություն է, Համբուրգում սովորական է։ Ես ինքս սովոր չեմ բողոքելու, բայց հիմնականում բողոքում են։ Միլիցիա, պոլիցիա։ Հարևանային եւ ընդհանրապես գիշերային աղմուկից պաշտպանում է նաեւ վարչական իրավախախտումների օրենսգրքի 180-րդ հոդվածը։ Այն պատասխանատվություն է նախատեսում գիշերային անդորը խախտելու համար։ Գիշերը ժամը 23:00-ից մինչև առավոտյան 7:00 լռությունը խախտելը, բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից օգտվելը բնակարաններում, բակերում, փողոցներում ու հասարակական վայրերում առաջացնում են նախազգուշացում։ Մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում նշանակում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով։ Հարևանների քնի ցանկալի ժամի վերաբերյալ երևանցիների մոտեցումներն օրենքի սահմանածից քիչ չեն տարբերվում։ Մինչև 3-ը նման բան չի եղել, ամենաուշը մինչև 11-11:30։ Մինչև 12-ը։ Մենք էլ ենք հասկացող հարևան։
Միայն շաբաթ կիրակի կներեմ, մնացած օրերը չէ։ Պատահում են նաև հարևանների աղմուկը հանդուրժողներ, երբեմն իրենք էլ են աղմկում։ Որոշի բաներ չեն կանում, ինչ անել։ Հարևան, աթո մեկ իջել աղմկի։ Ընդունելի է, որովհետև ուրախություն է։ Դենս կդրում են, վախտալնում մենք էլ ենք աղմկում։ Հարևան են, ինչ կա։ Չէ, հիմա երիտասարդ աղմուսիններ են, մեր վերևում աղմուկ չկա։ Չունեն վերևում հարևան։ Ես եմ բոլորի գլխին աղմկում։ Համայնքային ոստիկանի գիշերային այցը կանխելու եւ չտուգանվելու համար ամեն քաղաքացի պետք է չափավորի երաժշտությունը։ Գիշերային քեֆ ուրախությունն էլ տեղափոխի դիսկոտեկ ու ակումբ։ Օֆելիա Կամավոսյան, Արթուր Հունանյան, Վահե Եղազարյան, ժամը լրատվական։ Ձեր էկրաններին կիրակնորյա ժամն էր, ուշադիր եղեք եւ բաց մի թողեք իրազեկ լինելու ձեր հաջորդ ժամը։ Հաջողություն։